Աղջիկներ, ոնց է տեսքս։ Նենց ուրախ եմ, որ ես բլուզը գնել եմ, լավ է, չէ՞ նստում վրաս, շատ է սազում։ Բայց մի քիչ այն չէ, ինչ-որ մի բան չեմ հասկանում ինչ է, բայց ինչ-որ մի բանը այն չի իր։ Չէ, ինչի արևիկ։ Ինձ թվում է ամեն դեպքում չէ, վատ չի, բայց ինձ թվում է իմը ավելի գեղեցիկ է, նա ինչ որ այդպես ավելի հստակությունը ավելի գեղեցիկ նստում։ Մի հատ ստեղն է, մի հատ էս փոթերը նայ, չգիտեմ, ինչն է, չափսն է սխալ վերցել, ինչ է, դե չի սազում քեզ։ Լավ, շատ սիրուն է, մենակ դու ես գեղեցիկ հագուստ հագնում, լավ, այդ միակ տարբերակը շփման։ Ապրես, դե անցի նստի։ Ես կարող եմ իմ կարծիքը հայտնել։ Իհարկե։ Ձեր այս խոսակցությունը իմ դուրը չեկավ, որովհետև այն կարող է շատ դաժան ավարտ ունենալ, այսպես ասեմ, մրցակցային տենդը կհամակի ձեզ։ Տիկի, շատ եք լրջացնում։ Ինձ թվում է նրանք ուղղակի խաղում են, ասենք, իմ հագուստը քո հագուստից լավն է խաղը։ Իրականում մենք պարզապես կյանքում առաջին անգամ փորձում ենք խաղալ մրցակցություն։ Խաղում եք, բայց իրականում դա իսկապես կարող է վերածվել, կարող եք տենդահարվել։ Չէ, իրականում ես կարծում եմ ոչ միայն ես եւ Իրինան մենք 4-ով մի ամբողջություն ենք, ինչ մրցակցության մասին կարող է խոսքը լինել։ Հա, ինձ էլ դուր չի գալի այս մրցակցությունը, ես ուր Արևիկը Լավ, ում հետ եմ մրցակցում։ Հերթական անգամ նրանք փորձում են ինձ կոտրել, սենց չի լինի։ Լավ, ես հասկացա, փորձենք հեռուստադիտողին համոզել, որ ձեր այս անսպասելի խաղը հուշեց մեր այս երեկոյի թեման։ Կանացի մրցակցություն։ Այո, թվում է Մրցակցությունը ավելի տղամարդու մենաշնորհ է, որտեղ տղամարդիկ բնության կողմից ստեղծված են մրցակցելու, կանայք ինչ ունեն մրցակցելու, մեկը մյուսից գեղեցիկ, մեկը մյուսից հմայիչ, հենց մեկը մյուսից արդեն մրցակցություն է։ բայց երբ այո հասնում է գործը նպատակի ինչ-որ կոնկրետ, կանայք գործում են իրենց այդ փափկությունը, հեզությունը, ինչեր ասած չի լինում այդ ժամանակ։ Իսկ պայքարը ավելի թեշանում է եւ մրցակցությունը անցնում է արդեն սիրային հարթակ։ Այդտեղ արդեն պայքարը նմանվում է մարդ առանց կանոնների սպորտաձևի, որտեղ ամեն ինչ ընդունելի է։ Համաձայն եմ, ժամանակ կլինի կտամ իմ պիեսը, երկրորդ կտակը կկարդակ, տեսնեք թե ինչպես երկու քույր երբ սիրահարվում են, սիրում են նույն տղամարդուն, հետո ինչ ողբերգություն է կատարվում, բայց վերադառնանք մեր թեմային, ասեմ, որ հատուկ հարցում է արվել, թե ով է ավելի շատ այդ մրցակցային ոգով տոգորված, կանայք թե տղամարդիկ, թվերն ասեմ։ Կանանց 76% ասել է, որ իր նպատակին հասնելու համար կգնա մինչև վերջ, մինչդեռ տղամարդկանց 63%-ն է ասել, որ պատրաստ է այդ ամենին։ Տիկի Խոդիկյանի հետաքրքիր վիճակագրական տվյալներից հետո ինձ մնում է միայն ամրագրել մեր այսօրվա թեման՝ կանացի մրցակցություն, ինչու են մրցում, ինչպես են մրցում, ովքեր են պարտվում եւ ովքեր են հաղթողները։ Այս բոլոր հարցերի պատասխանները մեր այսօրվա հաղորդումում։ Էլ ոնց կլինի, եթե հարևանուհուդ երեխան ավելի խելացի լինի, ընկերուհուդ ամուսինն ավելի հոգատար, իսկ գոլեգայիդ աշխատավարձն ավելի բարձր։ Էլ չեմ ասում, եթե տեսադաշտում ավելի թանկարժեք մորթյա վերարկու հայտնվի, քան քոնը։ Չէ, մի անհանգստացեք, այդպես չի լինի։ Բայլուր մնաց կանացի մրցակցությունը։ Ի վերջո մի հուսահատվեք։ Գուցե այս ամենից հետո ձեր բարձրակրունկն ավելի բարձր է, քան նրանը, եւ ինչ իմանաս, գուցե ավելի ցավոտ։ Մրցակցության մեջ ընկել եմ, ճիշտ ասած, ընտանիքում, թե քուրիկիս հետ, թե աշխատանքի վայրում։ Անհնար է մրցակցության մեջ չլինել տարբեր կյանքի փուլերում, տարբեր թե ուսանողության տարիներին, լավ կամ վատ սովորելու հետ կապված բարձր գնահատականի համար։ Որտեղ կին, այնտեղ մրցակցություն։ Հիմարություն է մրցակցություն, ինձ այդպես է թվում։ Տենց ոլորտ չկա եւ տենց անձնավորություն չկա, որ բախված չլինի մրցակցության։ Ես չեմ մրցում։ Հիվանդագին մրցակցությունը մեր քաղաքում դա նորմալ է, սովորական։ Ես մրցակցությանը ված չեմ վերաբերվում, երբ այն վերաբերվում է առաջ գնալու, ավելի կատարելագործվելու, ավելի զարգանալու, ավելի լավ ապրելու։ Ցանկանամ մեր աղջիկների մոտ ոչ միայն հագուստի առումով լինի մրցակցություն, մեյքափի կամ սանրվածքի, մի քիչ խոսելաձևի ու պահվածքի առումով լինի։ Այն, որ կանայք բնությունից հակված չեն մրցակցության, ապացուցվել է ամենատարբեր մեթոդներով, անգամ համեմատության մեջ դնելով ձվաբջջի եւ սպերմատոզոիդի վարքը։ Միայն թե մերօրյա հարցումները ցույց են տալիս, որ այս տեսությունը վաղուց արդեն վերանայման կարիք ունի։ Իսկ գուցե կանանց մրցակցությունը միշտ չէ, որ անձեն աչքով տեսանելի է։ Կանանց միջև մրցակցությունն ուղղված է ոչ այնքան սեփական հաջողությունների եւ ձեռքբերումների վրա, որքան մրցակցին ոչնչացնելու։ Կարծում եմ առողջ մրցակցության սահմանը հատվում է միայն այն մարդկանց կանանց մոտ, ովքեր ունեն թերարժեքության զգացում։ Հիվանդագին մրցակցությունը, որը շատ ակնհայտ երևում է նույն արվեստում, դա արդեն դրա հիմքում
լավը չի կարող լինել։ Դրա հիմքում ընկած է նախանձության պահ։ Հիվանդ մրցակցությունը տանում է ավելի կործանման, ավելի վատ արարքների։ Կանայք ամեն ինչի են ընդունակ։ Ինքը չի մտածում իր կատարելության համար, այլ մտածում է ինչպես անել, որ դիմացինին ավելի կաշկանդի, տրորի կամ ոչնչացնի։ Առողջ մրցակցության սահմանը կհատվի այն ժամանակ, երբ որ կվերածվի դա նախանձի։ Այո, սրանք մարտեր են առանց կանոնների։ Եվ եթե արդեն պատմել եք, թե ինչ շքեղ նվեր եք ստացել ձեր ամուսնուց, չզարմանաք, եթե օրերս ձեր գոլեգաները նկատեն, որ գիրացել եք։ Հարևանուհին հիշի, թե որքան անհաջող սիրավեպեր եք ունեցել, իսկ ընկերուհին նկատի, որ ձեր կոշիկներից ամբողջ քաղաքն է հագնում։ Կանացի մրցակցությունը կարող է հանդիսանալ իբրև շարժիչ ուժ։ Դրա մասին վկայում են նաև մեծ հաջողությունների հասած կանայք։ Օրինակ Կոկո Շանելը աղջիկներ ասում էր, որ կնոջը կարող ես հաց ու ջուր չտալ, կերակրել նրան մրցակցությամբ։ Եվ մրցակցությունը իհարկե իր կարծիքով արդար եւ առողջ մրցակցությունը, թեպետ մի քիչ դժվար է ասել որն է առողջը, ասում է, որ մրցակցությունը հաբեցուլությունից լավ տեսք ունենալու հիանալի առիթ է եւ առաջխաղացման շատ ուժեղ շարժիչ ուժ։ Հիանալի խոսքեր են, բայց հաճախ մրցակցությունը հատկապես կանանցի ողբերգական ավարտ է ունենում ու ես հիշեցի աշխարհի ամենահարուստ տղամարդկանցից մեկի Օնասիսի համար երկու կանանց մշտական պայքարը, մեկ օպերային երգչուհի Մարիա Կալասն էր, մյուսը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահիկին Ջակլին Քենեդին։ Եթե Քենեդիի համար դա հերթական կմահաճույք էր, ապա Կալասի ամբողջ կյանքի եւ ստեղծագործական եւ ողջ անձնական կյանքի համար շատ ողբերգական այո հետք թողեց։ Ժակլինին ինչի բաց թողեց։ Դե Ժակլինը ինքը իր պայքարն էր անում, Օնասիսը պետք է իր ճիշտ ընտրությունը աներ, այդ կնոջ կարիերան չտապալեր, չունենան դրան։ Իրա ջան, այդ որ մի տղամարդն է ճիշտ ընտրություն արել իր կյանքում ոչ։ Բայց կանացի մրցակցությունը լինում է մեկ շատ պարզունակ թեմաների շուրջ, օրինակ, չգիտեմ, ում զգեստն է ավելի գեղեցիկ, ով է ավելի լավ պատրաստում, ում մուշտակն է ավելի թակում, երեխան է ավելի պարզունակը ինքն է, Իրինա։ Ավելի կարևոր են երեխաները։ Ես երեխաների մուշտակի մասին էի խոսում։ Եվ այս ամենը արում է նրա համար, որ ինքներս մեզ եւ մյուսներին ապացուցենք, թե մենք ինչքան լավն ենք։ Այո, եւ դա դառնում է համարյա սպորտաձև։ Ընդհանրապես մի բան ասում են, որ կանայք երբ զրուցում են իրար հետ, շատ հաճախ դա պարզապես զրույց չէ։ Զրույց է քողարկված մրցակցությամբ, այսինքն սկսում են պատմել, ամուսինս ինձ նվիրեց այսինչ բանը, իմ երեխան ունեցավ դպրոցում հաջողություն, եւ նրանք արդեն ընկերուհի չեն, էլի։ Եվ իսկ որպես սերունդ ուրիշ ձևով են ընկերություն։ Որպես կիսվել տենց չի դիտվում այդ խոսակցությունը, անպայման մենք ինչպես ենք ընկալում, իրենք ինչպես։ Հենց հետաքրքիրը այն է, ես արդեն ես էլ իրենք չեմ, Կարին է, արդեն իրենքը ուրիշ են։ Ես մենակ իմ տարիքին ես կպնում, ասա։ Իմն էլ կպնելու տեղ կա արդեն։ Այսինքն ասում են, որ նույնիսկ մտերիմները երբ զրուցում են իրար հետ չգիտակցելով, ենթագիտակցորեն, նրանք ասում են փաստեր, որոնք էլի մրցակցության մաս են, դա էր ասածս։ Աղջիկներ, ի վերջո եկեք չմոռանանք, որ մրցակցությունը իսկապես առաջընթացի ամենակարևոր պայմաններից մեկն է։ Եվ այսօր պարզապես տղամարդկանց բախտը բերել է, որ մենք իրենց մրցակցության մասին չենք խոսում, ընդհանրապես մենք մեզ ենք, ոչ միայն մենք մեզ ենք քրքրում, բայց ասեմ, որ մրցակցությունը ինչպես ամեն մի երևույթ ունի երկու կողմ, եւ դրական եւ բացասական։ Օրինակ, եթե դու գիտես, որ քո աշխատանքի վայրում կա եւս մեկը, որ նույն նկարտումներն ունի, ամբիցիաները, եւ մրցակցություն է ձեր մեջ առաջանում, դա պայման է դառնում նաև պատճառ, որ դու քեզ ավելի հավաք, ավելի նպատակասլաց ու ավելի, այսպես, գնաս քո նպատակին։ Բայց երկրորդ տեսակը դա ահավոր տեսակն է, երբ որ այդ, այսպես ասեմ, մրցակցային ոգին վերածվում է նախանձի եւ ինչ ասես, այն խեղճի գլխին այս դեպքում չի թափվում այդ նախանձ մարդու, ինչը ծանր փորձիցդ ինչ որ բան ես ասել։ Չէ, բան է ուզում հարցնի, ամբիցիոզ մարդ ոնց կլինի։ Այ այդ մեկը չեմ կա։ Նկարտումներ ունեցող մարդ։ Մկրտված չէ։ Նկրտում։ Եվ նման մարդկանց ես չեմ ուզում հեռուստադիտողին կտրել իմ մտքի թելից, շարունակեմ, որ նման մարդկանց, ովքեր համակվում են այդ նախանձով, ուզում ես ընդամենը ասել հանգիստ ապրիր եւ ապրիր քո կյանքը։ Ի վերջո այն քեզ տրվում է մեկ անգամ։ Իսկ թե այս ամենի մասին ինչ է մտածում իմ հյուրը, իմանանք վայրկյաններ անց։
իսկ իմ հյուրն է կոմպոզիտոր, երաժշտական բազմաթիվ հաղորդումների, այդ թվում նաև շատ սիրված Արևներ հաղորդաշարի հեղինակ եւ ռեժիսոր Նաիրա Դիվանյանը։ Բարի երեկո։ Դե դուք արդեն տաղավարում լսեցիք, թե մենք այսօր ինչ թեմա ենք քննարկում, կանացի մրցակցությունը։ Ձեր կարծիքով դա ինչ է։ Ես կարծում եմ միանշանակ լավ է մրցակցությունը, առողջ մրցակցությունը, ու դա ինձ համար մի քիչ նպատակասլացություն բառի հետ հոմանիշ է, եթե առողջ է այդ ամեն արվում։ Այո։ Եվ կարծում եմ, որ կանանց մեծ մասը, ով ուզում է իդեալականին մոտ ընտանիք ունենալ կամ հարաբերություններ ունենալ, երևի այդ մրցակցության հետ պետք է իր կյանքի ընթացքում այսպես թե այնպես հաղորդակցված լինի։ Շատ ճիշտ բան ասեցիք, հատկապես երբ որ ընտանիք է ստեղծում եւ այն սկզբնական շրջանում, չէ, երբ ուզում է ինքնահաստատվել։ Այո։ Ամենալավ թխվածքը, ամենալավ ճաշատեսակը, ամեն ինչ, այո։ Օգնիկի համար հյուսած այն տարիներին իհարկե, հիմա արդեն չենք անում։ Լավ, այսպես դրական սկսեցինք, իսկ բացասականը ո՞րն է մրցակցության մեջ։ Ինձ թվում է լավ տարբերակը նա է, երբ կինը ինքը իր հետ է մրցում, որովհետև դա էլ լավ տարբերակ է, որովհետև ինչ որ չափածող ես դնում ու ամեն կերպ ուզում հասնել դրան, բայց երբ որ ինչ որ մեկի կյանքով են սկսում ապրել, երբ չափածողը ոչ թե հիմա արդեն առաջին դեմքով չխոսել, որտեվ ինձ հետ չի պատահել դա բարեբախտաբար։ Ուրեմն երբ որ ինչ որ մեկի կյանքով ես սկսում ապրել, իր հասածին ես ուզում հասնել, սկսում ես ապրել ոչ քո սցենարով։ Եվ կարծում եմ, որ սխալ այնտեղ քայլեր են տեղի ունենում եւ ճանապարհը շեղվում է քո ճակատագրից, այդպես եմ կարծում։ Չնայած ամեն մի բնագավառում կան այն ամեն ինչ կամ մյուսում երևույթների մասին է խոսքը, դուք երաժիշտների այսպես կաթսայում եք երբում։ Ինչ կասեք ձեր ոլորտի մասին։ Ուրեմն ասեմ, որ ամենատենդագինը կոնկուրենցիա ասվածը դա վոկալիստների մոտ է, այն էլ դասական վոկալիստների, որը նկատել եմ նաև ուսանողական տարիքից, բախտս բերել է, որ երաժշտագետների, ստեղծագործողների հետ եմ շփվել, կատարողները նույնիսկ դաշնակահարճուտակար այդ կոնկուրենցիան երբեք հիվանդագին չեն ապրում, ինչպես երգողները։ Իսկ պատճառը ինչով եք բացատրում։ Կարծում եմ, որ այդ մենակ հանդես գալու մենակ Երևանում կարգավիճակը, Հայաստանում այդպես շատ է ընդունված, չէ, որպես երաժշտականությունը ցուցադրելու փոխարեն ձայնը ցուցադրել։ Այդ ձայնը ցուցադրելն էլ իր մեջ կոնկուրենցիա ունի, իսկ ստեղծագործողների մոտ, քանի որ ամեն մեկը անհատ է եւ ուզում է իրենը ցույց տալ, արդեն մրցակցությունից կարծես դուրս է մնում, որտեղ ամեն մեկը որոշում է իր համար իր դաշտը ստեղծել։ Այդ պարագայում կարծում եմ, որ երաժշտությունը լավ աուրայի մեջ է։ Եթե համեմատելու լինենք բալետի հետ, որը երաժշտություն է, բայց այլ սինթեզված ժանր է, որտեղ պարուհիներն են իրար տակ փորում, գլուխների վրայով անցնում, պրիմա պարուհիներ դառնալու համար, չէ՞, բազմաթիվ ֆիլմեր տեսել ենք, եթե ձեթ են քսում, յուղում են։ Ինչ լավ բալերինա չդարձա։ Այքան տաղանդավոր է, բայց չցանկացա այդ։ Թատրոնը, չէ՞, թատրոնն էլ է։ Այո, թատրոնում էլ կա։ Իսկ հեռուստատեսությունն ու ռադիոն իմ սիրած ոլորտները այստեղ էլ այդպես հիվանդակին չի մրցակցությունը, ավելի շատ նպատակի է նման։ Օրինակ թատրոնում մրցակցային այդ տենդը, ինչպես ես սկզբում ասեցի, համակում է դերաբաշխումից առաջ։ Իրան լավ կիմանա մեզանից։ Հա, Իրան։ Ասենք դերաբաշխումից լարվածություն ես դրանով չեմ տարապել, որովհետև ղեկավարությունը միշտ որոշել է այս գլխավոր դերա տվել։ Ահա, բայց բոլորը ուզում են հավասարվել։ Կողքով է անցել մնացածների։ Բայց լավ է, որ այդպես է եղել, որովհետև իրականում եթե լուրջ խոսենք, Իրանը իր բնույթով այնքան հեռու է, որ եթե չտային այդպես էլ կմնար, այսինքն դու քո տեսակով չէի պայքարի, իրոք չէի պայքարի։ Բայց մինչև քեզ ճանաչել ինձ թվում է դու լրիվ հակառակն ես։ Թաքնված բաների լալի։ Վերադառնանք մեր թեմային, թե չէ մեր աղջիկները, որ սկսեցին իրար գովել, հաղորդումը բայց ձեր աղջիկների մասին ես ասեմ, որ այդ մրցակցություն բառը, ահա, այդ մրցակցություն բառը ձեր աուրայի մեջ այսպես ճախրում է, բայց դա խոսքի մրցակցություն է։ Ու այնքան թեթև ու առողջ է այդ ամեն ինչը արվում, որ ձեր հաղորդմանը տալիս է շատ հիմքը արևիկն ա դրել։ Երևի զվարճալի հաղորդման հետ բնույթը ժամանցային տալիս է իր օգուտի հետ միասին։ Սիրուն ձեր ձեռագիրը դրել եք այս հաղորդման մեջ ու այդ աղջիկների մեջ եղած մրցակցային խոսքը
տալիս է այսպես դինամիկա ձեր հաղորդմանը իմ կարծիքով։ Նայրա, իսկ դուք դպրոցի տնօրեն եք երաժշտական, ես ինչ կան հասկանում եմ, կանանց թիվը այնտեղ քանի տոկոս է 95 կարծում եմ։ Պատկերացնում եք, չէ՞։ Իսկ այնտեղ ամեն ինչից բացի պարզեւոր կանացի մրցակցությունը, հատկապես ձեր բարձությունից լավ տեսնում եք։ Ինչպես եք դուք այդ ամենը կարգավորում։ Այստեղ էլ երաժշտությունն է փրկում։ Ամեն մարդ մտնում է իր դասարան, իր աշակերտի հետ պարապում է, մրցակցությունը գալիս է այն պահին, երբ որ արդեն բեմից ոնց որ երեխան, հա, այն հպարտ մայրիկները, չէ, որ այ տեսար իմ բալիկն ինչ արեց, այ մրցակցությունը այդ երեխաների բեմ դուրս գալու ժամանակ է միայն ակնհայտ լինում, դե այդտեղ էլ արդեն ոչինչ չես կարող ասել։ Վստահ կարող ենք ասել, ով իսկապես լավ նվագեց, ով ոչ։ Իսկ հետո սկսում են, այո։ Իսկ լինում է, որ հանիրավի ինքը մտածում է, որ ինքը լավագույնն է, եւ իրեն անտեսում են։ Այդ դեպքում չէ որ դա լարվածություն է ստեղծում կոլեկտիվում։ Փորձում ենք այդ կոշտ անկյունները փափկացնել։ Ինչ որ համենայն դեպս խոսքի խարտոցով կամ ինչ որ մի բանով, այդպես փորձում ենք հարթեցնել։ Շնորհակալություն Նայրա, ոչ միայն հետաքրքիր, այլև շատ դրական այս լիցքերի համար, սիրելի կանայք, տեսնում եք ամեն ինչի մեջ կա դրականը։ Ունեցեք այդ բարձունքը եւ ինչպես ասում են, գնացեք դեպի այդ բարձունքը։ Իսկ մենք շարժվում ենք առաջ։ La 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 հոպ օй ինչ Վարդանուր ջան Պաստորեն ասեմ ասա ուրեմն քեզ չեն մոտենում հարցեր չեն տալի երևի ամաչում են կամ վախենում են որ դա շատ թանկ հաճույք կլինի բայց ինձ խոմ մոտենում են մեր հերոստադիտողները ընկերությունը ոնց է պետք նիհարել ինչ է պետք հետո գիտես ինչ են ասում հիմա կցույց տամ լավ ասում են հասկացանք այդ դիետաները բան որ Վարդանուշը ասում է բայց չէ որ ավելի պարզ ձևեր կա նիհարելու թեյ նիհարելու սուրճ նիհարելու հաբ այդ այնց բաներ կա ես սիրում եմ այս պահը երբ որ Վարդանուշ Պետրոսյանը չկա մարդիկ գնում են դեղատուն ասում են բարև ձեզ ինձ մի հատ ասենք նիհարելու հաբ կտակ եւ նրան տալիս են դեղարելու հաբ էլ չել կարդում թե նիհարելու հաբի մեջ ինչ է ինչ հակացում թեյ նիհարելու ում է կարելի ում չի կարելի հիմա ինչ չի կարելի Վարդանուշ գիտեք ինչ իսկ աղա տենց հաբ հորինենք օրինակ Վարդանուշ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը մի քանի միլիարդ է ծախսում տարեկան առողջապահական եւ ոչ միայն առողջապահական ավելորդ քաշի եւ ճարպակալման ծախսերը հոգալու համար ծախսերը ենթադրվում է եւ այն օրերը որոնք այդ մարդիկ իրենց հիվանդության պատճառով չեն գնում հոգեբանական ծախսերն է հաշվի առնվում հագուստի եւ այլ առողջապահական ապահովագրության ծախսերը միլիարդներ է ծախսում այսինքն եթե լիներ այդ մի անգամից կարճ ասեմ հետո մանրամասը կասեմ եթե լիներ նիհարելու հաբ որը կարելի էր խմել եւ գոնե կանխել կամ բուժել, այս դեպքում այդ միլիարդները կգնային բնականաբար այս հաբը ստեղծելու եւ վաճառելու գոնե վրա։ Սկսենք երևի հաբերից։ Իհարկե ավելորդ քաշն ու ճարպակալումը հիվանդություն են եւ պետք է սկզբում փորձել ոչ դեղորայքային մեթոդները, հետո փորձել դեղորայքային մեթոդները, բայց իհարկե ամենասկզբում գնալ եւ ասել ինչ տվեք դեղորայքային հաբ Բայց պատկերացնում եք մտնում ես դեղատուն, ինձ տվեք, չէ, ինձ պետք է 3.5 կիլոգրամ նիհարել։ Դա առանձին հաբ է։ Եվ ինչքան ավել են կիլոգրամները, այդքան կամ հատվածներով մարմնի, չէ։ Բայց ես ուզում եմ ասել ամենայն բժշկական պատասխանատվությամբ, որ ավելորդ քաշի ու ճարպակալման դեղորայքային բուժման դեղերը ընդամենը մեկն է, որն կոնկրետ չի բուժում, ուղղակի կանխարգելման այսպես մի ֆունկցիա ունի։ Եվ ուրիշ դեղեր չկան, բայց դեղատանը բնականաբար վաճառվում է 1000 ու մի ուրիշ դեղեր։ Լավ, դե ճիշտ տարբերակ ասա, հասկացանք, որ ամեն ճիշտ տարբերակի մասին այսօր չենք խոսելու, այսօր խոսել ենք այս բոլոր ճակերտավոր հեշտի մասին։ Այդ բոլոր դեղերը ախորժակ փակող դեղեր կային, որոնք շատ երկար ժամանակ օգտագործվում էին որպես պաշտոնական դեղամիջոցներ ավելորդ քաշ իջացնելու համար։ Բայց մոտ մի 4-5 տարի առաջ պարզվեց հետազոտությունների հետևանքով, որ այդ ախորժակ փակող դեղերը սրտի խնդիրներ են առաջացնում։ Այսինքն ոչ միայն այդ ճարպակալման հետևանքով սրտի խնդիրները բուժում են, այլև ընդհանրապես նոր սրտի խնդիրներ են առաջացնում, ճնշում են բարձրացնում եւ ամենատհաճ հետևանքներից մեկը առաջացնում են անկառավարելի դեպրեսիաներ, ընկճախտ, որովհետեւ երբ որ ախորժակը փակում են, դու ախորժակը կյանքի ախորժակն էլ է քո մոտ փակում։ Եվ բնականաբար դրա հետևանքով պաշտոնապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ այլ ուրիշ երկրներում այս դեղերը
միայն դժբախտաբար, քանի որ մեր հանրապետությունը, նաև Ռուսաստանի Ֆեդերացիան այդքան խիստ չի հետևում իր շուկային, այդ դեղերը դեռևս կա եւ մարդիկ ախր իրենց էությամբ ծույլ են, չեն ուզում ջուր խմեն, իրենց ռեժիմին հետևեն, հա, մի քիչ ավելի հետևողական լինել։ Սիրում են գնան խմեն, ասենք, այդ նույն հաբը, որը խմել է իրենց ընկերուհին, խավորին, պարկաս, թխվածքը, կոկը, հեռուստացույց նայեն։ Կարևորը որ նիհարացնի, ախր դա ինքնանպատակ չի, այդ նիհարացնելուց են կողմ էլի կյանք է լինելու եւ եթե դուք այսքան արագ նիհարում եք, հետո շատ արագ բնականաբար քաշում եք այս։ Բայց մի անգամ էլ եմ ուզում ասել հատկապես այդ ախորժակը փակող բոլոր տեսակի դեղերի մասին, որ սրանք բերում են եւ սրտային խնդիրների եւ անկառավարելի ընկճախտյա եւ հետագայում արդեն չի էլ կարելի այդ սրտի խնդիրը բուժել, որովհետեւ լինում է փականային ապարատի ախտահարում եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ հաբերը, որոնք նիհարացնում են, ասում են նաեւ շատ բաներ են առաջացնում, այնպես որ սիրելիներս Վարդանուշ, եթե սիրահարվում ես ու ախորժակդ փակվում է, նիհարում ես, այդ լավա թե վատա։ Լավագույն մեթոդը, երբ որ դու սիրահարվում ես, սիրահարված եղեք, մնացեք, պահպանեք այդ ձեր սիրահարվածության աստիճանը, որտեղ այդ ժամանակ մակերի կամների ֆունկցիայի բավականին ակտիվ աշխատանք է լինում եւ ադրենալինը եւ ձեր տրամադրությունն է բարձրացնում եւ աչքերի փայլն է լավացնում եւ ախորժակն է փակվում եւ դուք ունեք մոտիվացիա ինչի համար պետք է ավելի բարեկազմ լինել։ Այս բոլորը կարելի է փոխարինել իհարկե սիրահարվելով, բայց սիրահարվելը միշտ երկարատև չի լինում, դժբախտաբար հաճախ է պետք սիրահարվել։ Հաճախ է պետք սիրահարվել։ Նիհարելու հաբերը նոր դեղատոմս Վարդանուշի եւ Իրայի կողքի։ Անցնենք առաջ։ Այստեղ կանաչ սուրճ եւ նիհարելու սուրճ։ Ուրեմն քանի որ նիհարելը մոդայիկ process է, ամեն սննդի արտադրող աշխատում է գտնել իր մոդայիկ միջոցը։ Դա կարող է լինել իմբիրը, կոճապղպեղը, դա կարող է լինել կանաչ սուրճը, կան բազմաթիվ նիհարեցնող թեյեր։ Դրանք բոլորը ուղղակի ժամանակի մոդայիկ լավ մարքեթինգ արած արդյունքն է։ Էլի այդ նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները տոննայով իմբիր կտա։ Բայց գոնե այդ իմբիրից գոնե վնաս չկա։ Իմբիրը համեմունք է, որը նյութափոխանակությունը մի փոքր ակտիվացնում է եւ միզամուղ ազդեցություն հեղուկը դուրս է գալիս։ Այսինքն վատ բան չի դա։ Եթե սրտային խնդիրներ չկա, եթե ճնշման խնդիրներ չկա, եթե անքնություն չկա, եթե ստամոքսային խնդիրներ չկա, այո, կարող է ուղղակի անվնաս է իմբիրը այնքանով է լավ, որ իմբիրը ուտելու համար պետք է խմել, այսինքն թե խմել։ Կանաչ սուրճը պարունակում է մի թթու, որը տեսականորեն քայքայում է ճարպային հյուսվածքը, բայց այդ թթվի քանակը շատ քիչ է այդ սուրճի մեջ։ Ուղղակի քանի որ գտել են նրա մեջ այդ նյութը, դարձել են էլի մոդայիկ եւ բավականին բարձր գներով վաճառվում է կանաչ սուրճը։ Բայց վնաս չի։ Վնաս չի։ Այնպես որ այս կանաչ սուրճից, նիհարելու սուրճից ընդհանրապես նիհարելու թեյեր կան։ Այստեղ տեսնում եմ նիհարացնող թեյեր։ Սրանք նիհարացնող թեյեր չեն։ Կշերքին կանգնում եք դեր քաշը իջնում է, բայց քաշը իջնում է, որովհետեւ միզամուղ ազդեցություն ունի։ Բայց սանտիմետրով չես պակասում։ Եվ ջուրը օրգանիզմից դուրս է գալիս։ Եվ սրանցով շատ արագ մարդիկ, ասենք մի 14 օրում 5, 6, 7 եւ ակեվել կիլոգրամ իջնում են։ Ինչու հիմա շատերը երևի կվազեն, բայց գնելու, բայց խնդրում եմ միշտ տապեք, որտեղ դա ամենահիմար քայլերից կարող է լինել, որովհետեւ ճարպը ամսվա ընթացքում քայքայվում է ընդամենը 3-ից 5 կիլոգրամ։ Ամսվա ընթացքում ինչ որ նիհարեցիք ավել, դա ոչ թե ճարպ է, այլ հեղուկ եւ մկանային հյուսվածք։ Այնպես որ պետք չի քայքայել ձեր մկանային հյուսվածքը եւ պետք չի ջրազրկվել։ Ընտրեք ավելի ճիշտ ճանապարհ։ Ես այս հարցը չպետք տայ Վարդանուշին։ Բայց ձեռնոցները շատ տեղին են ասում։ Եվ իհարկե շատ թեյեր կան, որոնք նաև լուծողական են իրականում։ Ոչ մի նիհարելու հետ բնականաբար ոչ մի կապ չունեն։ Այնպես որ սիրելիներս ընտրեք ավելի վստահված ժողովուրդ։ Na 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 Առաջին եթերում Վարդանուշ Պետրոսյանը եւ նրա շատ սիրելի օգնական Իրինա Դանիելյանը թեթևացրեցին ձեր կյանքը։ Ինչ հաջողությունների էլ որ հասած լինեք, ձեր տեսադաշտում անպայման կլինի մեկը, որ գուցե աննշան, բայց կգերազանցի ձեզ։ Այդպես է եղել բոլոր ժամանակներում։ Հակառակ դեպքում հին հունական աստվածուհիներ Հերան, Աթենան եւ Աֆրոդիտեն չէին վիճի ամենագեղեցիկի Տիթոսի համար, իսկ Պարիսն էլ իր ընտրության համար այդքան դաժան պատժի չէր արժանանա։ Եթե Օլիմպոսի բնակչուհիների համար պարտությունը պարզապես հարված էր ինքնագնահատականին, ապա երկրային կանանց մեծամասնության համար այն կյանքի եւ մահու հարց է։ Կանայք մրցակցում են ինչու՞ չէ նաև հագուստի համար սկսված արտաքինից, թե ով ավելի գեղեցիկ կլինի, ով ավելի խնամված կլինի։ Արտաքին այդ մրցակցության պահը ես այդքան նշանակություն չեմ տալիս, բայց շատ եմ այդ հարցում եմ շատ բախվել։ Դպրոցական տարիներին են հիմնականում մրցակցության եղել,
գնահատականի հետ կապված։ Աշխարհում բոլոր գեղեցկության սրահներում կա այդ ես, իմը, այդ գաղափարը կապ չունի ազգային ոչ մի բան։ Ուղղակի երևի իմ բնույթն է, որ ես չեմ փորձում մրցակցել, որովհետև ավելի շատ մտածում եմ, որ շատ քիչ մարդիկ կան ու մեծ արժի մրցակցել։ Մրցակցությունը դա կոնկրետ արվեստում դա շատ սովորական բնույթ ունի։ Այդպիսի կարծիք կա, որ կանայք հագնվում են տպավորելու համար տղամարդկանց, բայց դա այդքան էլ այդպես չէ։ Հիմնականում իրենք հագնվում են տպավորելու համար այլ կանանց եւ աղջիկների։ Կանայք հիմնականում մրցակցում են տղամարդու գրավելու համար։ Իհարկե կնային իսկ տղամարդիկ, բայց տղամարդու համար մրցակցելը ինձ չի թվում, թե ինչ-որ լուրջ տարբերակ է։ Կնոջ իդեալ Մերլին Մոնրոյի պայքարի միջոցներն ամենևին էլ կանացի չէին։ Մի օր, երբ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին կնոջ Ժակլին Քենեդու հետ ճաշում էր, Մերլինը հեռուստացույցով հայտարարեց, որ շուտով առաջին լեդի է դառնալու, եւ թե ինչ փաղաքշական խոսքեր է իրեն ասում նախագահն ու ինչ սիրառատ օրեր են անցկացնում միասին։ Քենեդու կենթանության օրոք Ժակլինը պայքարում էր Մոնրոյի կանացի հմայքի դեմ, բայց նրա մահից հետո Ժակլինը մրցակցության մեջ մտավ աշխարհահռչակ Մարիա Կալասի հետ, Արիստոտել Օնասիսի սիրո համար։ Մինչ Օնասիսը հեգնանքով ծաղրում էր հանդիսատեսի կուրկ օպերային աստղ Կալասին, Ժակլին Քենեդին վայելում էր մրցակցուհու պարտությունը։ Կոկո Շանելը, որ թվում է մրցակցությունից դուրսը, ամբողջ կյանքում պատերազմի մեջ էր դիզայներ Էլզա Սկիապարելիի դեմ։ Հենց նրան Շանելը նստեցրեց նոր ներկած սպիտակ աթոռին, երբ վերջինս սև թավշյա զգեստով հայտնվեց Կոկոյի կազմակերպած երեկույթին։ Այո, նորաձևություն թելադրող երկու ամենահայտնի կանանց միջև մրցակցությունը առանց կանոնների էր, ինչի արդյունքում ի դեպ ծնվեցին նորաձևության գլուխգործոցները։ Լեդի Դիանայի ինքնավստահ պահվածքն իրականում միայն հեռուստադիտողի եւ հասարակության համար էր։ Իսկ ամուսնու սիրուհու Կամիլայի հետ պայքարում Դիանան պարտվեց հենց ինքնավստահության պակասի պատճառով։ Նրանց մեղրամսին արքայազն Չարլզի օրացույցից պատահաբար ընկնում են Կամիլայի նկարները։ Դիանան բոլոր երեկույթների հրավիրվածների ցուցակներից ջնջում է Կամիլայի անունը, նրա առաջ փակելով արքայական տան դռները։ Սակայն մրցակցուհին ուներ իր գաղտնի ճանապարհը դեպի Չարլզի սիրտը, որն էլ վերջնականապես քանդեց արքայական ընտանիքը։ Լյուդովիկոս 15-րդի սիրուհի Մադամ Դյուբարին ասում էր. «Կինը պարտվում է, երբ սկսում է վախենալ մրցակցուհուց»։ Եվ սա վառօրինակ է բոլոր նրանց համար, ովքեր թերագնահատում են կանացի մրցակցությունը։ Կնոջ կյանքում ամենակարևոր տեղը զբաղեցնում է դե իհարկե տղամարդը եւ կարող եք պատկերացնել, թե ինչպիսի պայքարներ կարող են լինել ինչ-որ մի տղամարդու համար։ Պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ, երկու կին են, մրցակից են եւ հանկարծակի մի տղամարդ ուշադրություն է դարձնում մեկին եւ ոչ թե մյուսին։ Այն մյուս կինը, որը ոչ միայն հետաքրքրված չէր տղամարդով, նույնիսկ դուր չէր գալի այդ տղամարդը, նրան սկսում է ակտիվ հետաքրքրվել այդ տղամարդով։ Իսկ ինչ է մտածում սրա մասին իմ հյուրը մենք իմանանք վարքյաններ անց, իսկ ես ուզում եմ հրավիրել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևին, համեցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ինչպես եք ձեր զգում մեր տաղավարում։ Ոյ տերիմ Աստված, այսքան գեղեցիկ կանայք իրար գլխի հավաքված, պիտի որ լավ զգամ։ Իսկ ինչպես եք վերաբերվում այ կանանց, ովքեր մրցակցում են։ Նո, ես կարծում եմ կինը հանելուկ է, առանց մրցակցելու հնարավոր չի, եթե նկատի ունենանք նաև, որ կինը Աստծո կողմից ստեղծված ամենավերջին արարածներ հողագնդի վրա, առանց խանդի և մրցակցության ես կարծում եմ կին չի կարող լինել։ Այսինքն որպես նորմալ երևույթ եք դուք դիտում։ Հա, իհարկե, եւ արդարացված։ Եվ նույնիսկ արդարացված։ Իսկ եղել է ձեր կյանքում այտենց դեպք, որ երկու կին թաքնված, թե ոչ թաքնված, այսինքն մրցակցում էին ձեր համար։ Կարող եմ ասել առանց թաքնվելու։ Չէ, ես ասում եմ եւ են տարբերակը եւ անկասկած եղել է։ Ինչպես եք նայել այդ իրավիճակին, ընտրություն եք կայացրել, թե թողել եք իրանք իրանց մսերը ուտեն։ Նախ սպասել եմ մինչև իրանք իրար ուտեն։ Հա, ով ողջ մնա, այդ տարբերակն է ձեր։ Եվ ամենակարևորը, այստեղ շատ կարևոր է ինձ համար, թե ով է հաղթել, ով էր այդ կանանցից ավելի խելոքը։ Իսկ ինձ համար խելոք։ Դա խելքի նշան է մրցակցության, բայց կարող են օրինակ գլուխը ջարդել իրար, դա արդեն խելքին։ Դա այդքան սարսափելի բան չի։ Հանուն տղամարդու իմ կարծիքով արժե է, որ նաև գլուխը ջարդեն։ Իսկ ինչպես եք վերաբերվում տարբերակին, երբ երկու տղամարդ են մրցակցում։ Վատ եմ վերաբերվում։ Երբ Ադամը գնաց Աստծո մոտ եւ ասաց. Աստված իմ այսպես չի կարելի,
բոլորը զույգերով են, եղնիկները, կենթանիները, ես մենակ, խեղճ ու կրակ, սենց ոնց կլինի, Աստված ջան, մի հատ լուծի ես հարցը։ Այո, եւ Աստված ասաց, գիտես ինչ, Ադամ, ես կարող եմ քեզ օգնել, բայց նյութ չունեմ, մատերիալ չունեմ։ Գիտենք այդ պատմությունը, Եվ Աստվածը ինչ արեց, օձից մի կտոր փոկեց, եղնիկից, բոլոր արդեն կայացած կենթանիներից։ Միշտ հույս ունեմ, որ օձի պատմությունը կմոռացվի, բայց ոչ մի կերպ չի մոռացվում։ Իսկ այս տարբերակը կողից ստեղծել էլ չկա։ Կա, այդ բոլորից հետո ավելացրեց նաև կողը եւ կինը դարձավ այսինքն բոլոր կենթանիներից լավ եւ վատ զգացողությունները կնոջ մոտ կա։ Իսկ խեղճ ու կրակ տղամարդը ինչ է։ Ընդամենը հողեր են։ Այո, եւ ասեմ, որ իհարկե տղամարդիկ ավելի հեշտ են լուծում այդ հարցը, քան կանայք։ Երկու տղամարդ կարող են հանդիպել, իրար հետ խոսել եւ ավելի հեշտ է լուծվում։ Հա, բարիշում են այսինքն։ Այո, իսկ կանայք չէ, կանայք այդ հարցը մինչև ծայրահեղության չի հասնում։ Ես կարող եմ իմ լինում են դեպքեր։ Նույնիսկ կարող եմ իմ կյանքի օրինակներից Եթե կարելի է, իհարկե։ Այ անընդհատ եւ զանգում էին կնոջս եւ ասում էին դու գիտեք այս ժամին ձեր ամուսինը որտեղ է եւ երբ իմ կինը պատասխանում էր գիտեք ինչ դուք հանգիստ եղեք երբ նա ինձ պետք է նա իմ կողքին է խելացի կին ունեք այս սա է այն խելացի կինը որ ասում եմ կանայք ոնց կարող են լուծել հարցը միայն խելքով Միևնույնը մազերը պոկելով իսկ իրականում որտեղ էիք իրականում Իրականում հենց այնտեղ էի։ Իսկ այ աշխատանքի մեջ մրցակցությունը կանանց ոնց է լինում, ինչ միջոցներ են։ Դու գիտեք ինչ, հատկապես թատրոններում կանայք միշտ այդպես է եղել, Մի հետաքրքիր բան հիշեք, պատմեք էլի։ Ես ասեմ, միշտ անհանդուրժելի են եղել թատրոնում երկու գեղեցիկ կանայք։ Երբ թատրոնում աշխատել են միաժամանակ երկու գեղեցիկ կանայք, դա ահավոր խանդի եւ այսպես բամբասանքի մինչեւ հիմա մեզ հասել են ոչ միայն մեր մեծերի, այլ նաեւ բոլոր գեղեցիկ կանանց պատմությունները։ Թող չնեղանան, ես նկատի ունեմ Մետաքսե Սիմոնյան, հրաշալի մի կին, Լուիզա Սամվելյան, այսինքն բոլոր գեղեցիկ կանայք իրար հետ խնդիր ունեին լուծել։ Եվ դրա հիմքը նա էր, որ նրանք գեղեցիկ էին։ Փաստորեն մենակ գեղեցիկ կանայք, հա, խնդիր ունեն։ Փաստորեն եթե մենք խնդիր չունենք, ուրեմն մենք գեղեցիկ չենք։ Նախ ասեմ, որ դուք անպայման այդ խնդիրը ունեք, ի տարբերություն ինձ, ես խոստովանում եմ, իսկ դուք ոչ։ Սկսենք դրանից, որովհետև ես ձեզ բոլորից շատ լավ գիտեմ, նման հրաշքները չեն կարող այդպիսի խնդիր չունել։ Դուք ասացիք երկու գեղեցիկ կին չեն կարող խնդիր չունենալ։ Այդ մրցակցության մեջ ի վերջո բացի ընթացքից, որ իրականում երևի թե հաճախ հենց ընթացքն է նրանց դուր գալիս, նպատակը ինչն է լինում, ավել հանդիսատես, տղամարդու ուշադրություն, գումար։ Ասեմ, ավելի շատ տղամարդու ուշադրություն։ Դու գիտեք, եթե գումարը թողած տղամարդու հետևից են եկել այ բարձր։ Չէ, ես ասեմ, հատկապես մեր մասնագիտության մեջ, եթե այդ օրը բեմում որևէ դերասանուհի է աշխատում, եթե տղամարդիկ դահլիճում չպետք է ցանկանան այդ դերասանուհուն, անիմաստ է նրա դերակատարում։ Եթե անգամ ամուսնու հետ եկած կինը կողքին է, միևնույն է տղամարդը եթե չի նկատելու Այն գեղեցկությունը, այն դերասանուհու, հատկապես մասնագիտական այստեղ հարց կա, որ այո, տղամարդիկ պիտի սիրահարվեն կանանց, իսկ իրաց կանանց հակառակը։ Դե ինչ, շնորհակալություն շատ հաճելի զրույցի համար։ Ես կասեի ազնիվ զրույցի համար։ Այո, բավականին ազնիվ։ Ճիշտ ասած, այս թեման այնպիսի թեմա է, որ կամ պիտի բացարձակ անկեղծ լինես, կամ լավ պիտի խաղաս։ Թույլ տվեք դերասանին անհարիր անկեղծ խաղը, որտեղ դերասանի վերջո խաղում է, չէ, բայց այս դեպքում ձեր անկեղծ խաղը ես ծափահարում եմ։ Կանացի մրցակցություն, վերջնական հասկանալու ինչ է դա, ովքեր են մարտում, ինչ միջոցներ են կիրառվում, ինչքանով են նրանք արդարացված եւ ի վերջո ով է պարտվում եւ ով է հաղթում։ Վերջնական հարցերի պատասխանները ստանալու համար ես ուզում եմ հրավիրել մեր վերջին հյուրին։
Երևանի քաղաքապետարանի շտաբ օգնություն ՓԲ տնօրեն շատ սիրելի Թակուհի Սաբիրի Ստեփանյանին։ Խնդրեմ, Թակուհի համեցեք։ Բարի երեկո։ Շատ ուրախ եմ ձեզ ընդունել, հյուրընկալել մեր տաղավարում։ Այսօր շատ բարդ հարցի մասին ենք խոսում։ Կանայք ինչպես են մրցակցում իրար հետ։ Ինչը կարող է երկու կանանց լարել։ Ունա 20 տարեկանը, 25 տարեկանը, երբ որ նոր կյանք է մտնում, երբ որ այսպես ասած պետք է ընտանիք կազմի, այնքան քիչ բաներ կա, որ կարող է ու դու կողքից երբ որ նայում ես, զարմանում ես, որ միթե այսօրվա դրությամբ կարելի է այդ մանր չնչին ինչ-որ պատճառները սարքել կյանքի ինչ-որ գլոբալ խնդիր։ Արժեքները երևի փոխվել են, մենք երևի բոլորս ինչ-որ մի մեկ այլ արժե համակարգից ենք գալիս։ Հա, ինչ-որ մի ուրիշ, մեր համար մի քիչ ուրիշ էր ամենն այդ ժամանակ, երբ որ մենք մեծանում էինք, մեզ լրիվ ուրիշ ձևով էին դաստիարակում եւ այլն, հիմա իհարկե որոշ չափով մեզ համար մրցակցության, օրինակ 5 ստանալը։ Մեր համար մրցակցությունը, ասեմ, դպրոցում այն էր, որ պետք է լավ սովորեիր, լինեիր լավ ընկեր, գնահատեիր, նախ բարիությունը ահավոր շատ էր նույն դպրոցական լավատեսությունը ահավոր շատ էր այն ժամանակ, թեկուզ կանանց մեջ լինել ընկերուհիներ եւ լինել իսկապես լավ ընկերուհիներ եւ իրար պահել, պաշտպանել, չքցել ավելի շատ էր, քան հիմա։ Օրինակ մեզ համար այն ժամանակ ամեն մեկը ինչ-որ իր յուրահատուկ տեսքը ուներ, ինչ-որ զգեստի տարբերակը, որը որ իրեն ավելի շատ էր սազում, թող էրից շատ օրիգինալ, բայց յուրաքանչյուրին նայելով բոլորը յուրով էին, այսինքն ոչ բոլորն էին նույն կոշիկով, նույն շորով, նույն մազերի տեսակ ձևով, նույն ձևի այդ մակիաժով, ինչ ասեմ, ամենը։ Բայց ամեն դեպքում միշտ էլ եղել են շրջապատում աղջիկներ, ով եղել են ավելի գեղեցիկ, ավելի ցանկալի, դա միշտ է եղել, եւ ում հետ մրցել են։ Ես չեմ հավատում, որ դա չի եղել։ Երևի եղել են աղջիկներ, ովքեր որ միշտ ավելի սիրված են եղել, տղաները ավելի շատ են սիրել, լինում է դպրոցում էլ, համալսարանում էլ։ Բայց այդքան ցավագին չեն, միգուցե արդեն ոնց որ գիտեին, որ բայ գիտես, այս աղջկան շատ են հավանում, ասենք տղաները։ Ես ստիպված համակերպում եմ։ Դա հիմա էլ կա, դա նորմալ է, իհարկե, երբ որ ավելի սիրուն ես երևի թե բնականաբար, բայց Ես հիմա մտածում եմ կամ մրցակցության։ Միայն սիրունությունը դա արտաքին տեսքը չի ինձ համար օրինակ։ Մարդ պետք է լինի, իհարկե դու ինքդ մեկ-մեկ լինում է, այո, նենց մեկը նստում է կողքդ, որ նայում ես, ասում ես ինչքան գեղեցիկ է, ինչքան գեղեցիկ խոսում է, ինչ կարող է իրան հանկարծ խոսի։ Կամ էլ ու կասել չէ, ջանս ավելի լավ է լրիչ, հա? Էդ էլ կա։ Դու մենակ գնայես։ Գնարի, դե արդեն են տարբերակն է, որ էլ ինչ հավանես։ Նոր մտածում եմ, որ մրցակցության երկու սահմանում կա, երկու ձև կա։ Մեկը առողջ կարող է ասել, մեկը ոչ առողջ։ Եվ առողջի դեպքում ասում է դիմացինս լավն է, ես էլ դառնամ նրան նման լավը։ Եվ անում է ամեն ինչ ինքը իրեն փոխելու համար եւ ավելի լավը դառնալու համար, ոչ թե նմանվելու համար, այլ լավ բաները վերցնելու, սովորելու, ընդօրինակելու եւ իր եսը զարգացնելու համար։ Դա երևի կարանք ասենք առողջ։ Եվ կա երկրորդ մրցակցությունը, որը հիվանդագին է, որը ասում է նա Նորմ շատ, օրական ես լավն եմ, ինչու պետք է նա լինի ինձ ավելի լավ, նրան դարձնեմ վատը, ինքը վատն է, ես լավն եմ, ու հնարավոր ամեն ինչ անում է, որ դիմացինը դառնա վատ, ոչ թե ինքը դառնա լավ։ Այդ հակույտ ձեր ոլորտում շատ կանայք են աշխատում եւ համոզված են, որ հաստատ կա մրցակցություն ավել լավ վարկանիշ ունենալու, ավել միգուցե աշխատավարձի բարձրացման ակնկալիքներ, ինչ է տեղի ունենում եւ արդյոք դուք իբրև ղեկավար կարողանում եք դա լավ տեսնել, քանի որ այդտեղ որտեղ կա այդ աշխատանքային մրցակցությունը, ինչ է կա մեր ոլորտում իհարկե շատ տղամարդիկ են աշխատում,
Եվ երբեմն տղամարդիկ կանացի մրցակցության մեջ են։ Երևի տղամարդիկ ավելի են մեղավոր այդ մրցակցության մեջ, չէ, երևի թե տենց կարող ենք ասել, այսինքն իրանց այդ սիմպաթիաների հարցում, այսինքն արդեն կանանց մեջ էլ է մտնում այդ մրցակցությունը, բայց իհարկե երբ որտեղ կա կանանց գործոնը, բնականաբար նման նախանձը երևի թե կա, թե ինչի նա եւ ոչ թե ես, ինչի նա այսպես, ինչի ես այսպես եւ այլն եւ այլն։ Անհնարին է, որտեղ դա մեր այսօրվա կյանքն է։ Թագուհի, ընդհանրապես գաղտնիք չէ։ Պիտի ասեմ բացարձակ ճշմարտություն, որ ինչքան մարդը այս դեպքում կոնկրետ կինը կայացած է, ինչքան իր աշխատանքային կարիերան հաջողված է, այնքան ավելանում է այն դաշտը բացասական, որը շրջապատում է իրեն։ Ձեզ հետ ի վերջո դուք այսպես պաշտոններ, հա, եւ առաջընթաց է եղել։ Ամեն անգամ Պարզ է, որ մենակ դուք չեք եղել թեկնածուն եւ այդ պահին եղել է թեկնածու եւ տղամարդ եւ կին։ Այդ ամեն ինչպես եք դուք ընկալում։ Մարդ կա, ասենք, այդ զգայունության դաշտը կամ առավել եւս երբ տեսնում եք, երբ հասկանում եք, նույնիսկ գիտեք թե ինչ որ ինտրիգներ են հյուսվում։ Դուք ինչպես եք այդ հարցերը լուծում։ Սարսափում եմ ինտրիգներից եւ սարսափելի չեմ սիրում, որտեղ ինքս շատ ուղիղ անձնավորություն եմ եւ յուրաքանչյուր բան սիրում եմ Եվ ինքս էլ եմ մարդու դեմքին ասում եւ սիրում եմ նման ձևով Իսկ եթե մեկը թիկունքից, բայց թիկունքից դա իհարկե սարսափելի բան է եւ կոնկրետ ինձ համար ահավոր ցավոտ է դա լինում, որովհետեւ այդ ամենը դեռ հետո աշխատում ես որոշ չափով կամ ապացուցել, կամ հետո ուղակի ձեռքերդ ծալում ես, ասում ես թող ժամանակը եւ Աստված որոշի թե ինչպես կլինի եւ ոնց կլինի։ Բայց իսկ այդ վերաբերմունքը ձեզ մոտ ձեզ ուժեղացնում է թե թուլացնում։ Չէ, ուժեղացնում։ Պետք է ասեմ, որ իհարկե ի սկզբանե դու չես պատկերացնում, թե կյանքում ինչեր կարող ես հանդիպել եւ ինչի դեմ կարող ես պայքարել եւ բնականաբար յուրաքանչյուր նմանատիպ հարց բերում է նրան, որ դու ավելի ես ուժեղանում։ Էլ ավելի ես ուժեղանում։ Եվ սա այն դեպքն է, որ ասենք չար ուժը քո դեմ ուղված դու վերածում ես դրական էներգիայի եւ դրական մտածում ես, որ վերևում արդարություն կա։ Վերևում կա, բայց դու ձեռքերդ սալա չպետք է բայց իսկապես վերևում կա արդարություն։ Դու ուղղակի պետք է երևի թե նույն ձևով ոնց որ ապրել ես նման ձևով ապրել եւ եթե դու ճիշտ ես անպայման ճիշտ կլինի։ Երկրորդ իրավիճակը երկուսդ մրցակցել եք ինչ-որ գործի համար, դուք բնականաբար, ասենք, հաղթել եք, նա ձեզ հետ աշխատում է եւ նույնիսկ ենթակայ ես այդ հարցերը տալի, հասկացաք, չէ՞։ Եվ նա աշխատում է ձեր ենթակայության տակ, նման իրավիճակ եղել է։ Իսկ եթե ընդհանրապես ես ձեզ ասեմ, իմ բնավորության մեջ երբեք չկա այդ մրցակցելը։ Դուք հիշաչար եք։ Ոչ։ Այսինքն ով որ ձեզ հարվածում է, դուք ինչպես եք ընկալում։ Բայց լավ հիշողություն ունեք։ Հաստատ, որովհետև ձեր դիրքին հասած կինը, ձեր աշխատանքային կենսագրություն ունեցող կինը անհնար է որ այդ ամենից զերծ լինի։ Հիմա այդ ամենը, երբ գիտեք որ մեկը ձեզ փորձել է հարվածել, դուք ինչպես եք այդ Ինքը ուղղակի ինձ համար այլևս գոյություն չի ունենում։ Դիլիթ եք անում։ Լրիվ։ Չինացիներն ասում են, երբ ունես թշնամի, ուղղակի նստի գետի ափի Կոնֆուցիոսը։ Եվ սպասիր, որովհետև գետը մի օր դիակ կմերի։ Վերջապես մենք կամաց ճիշտ ընթացքի մեջ ենք ասենք, ես արդեն իմ մեջ ինչ-որ վիրավորանք եմ զգում։ Ես ուղղակի մոռանում եմ, այո։ Գտա հարազատ հոգի։ Հա, ուղղակի մոռանում եմ եւ բոլորովին չեմ անդրադառնում այդ ամենին։ Իսկ ինչ վերաբերվում է, ասենք, աշխատանքի մեջ ինչ-որ խիստ լինելու եւ այլն, ինձ թվում է ես իսկապես հիշաչար չեմ, կարծում եմ եւ թեկուզ եւ եթե ինչ-որ մի գործի մեջ կան բացասական ինչ-որ երևույթներ, դրա հետ կապված ինչ-որ ջղայնանում ես, ինչ-որ անդուր, ինչ-որ լիցքեր եւ այլն, բնականաբար այդ ամենը շտկելուց հետո մնում է ետևում եւ դրան երբևիցե չեմ ղեկավարի մեծահոգությունը պետք է հաղթի։ Երբեք չեմ անդրադառնում եւ նույն ձևով շարունակում ես, այսինքն եւ ընդհանրապես նեղանալը որն է։
աշխատանքի մեջ նեղանալը որն է։ Վերջը գործից հանել։ Չէ, ոչ էլ գործից աշխատավարձից, բայց նեղանալը ընդհանրապես ինձ թվում է շատ դուք այն տեսակը չեք, որ նեղանաք, բոլորի համար ես ասում եմ, դուք ինչպես մոռանում եք, ինչպես պատասխանը ստացել, ամբողջովին։ Եթե ինձանից են նեղանում, ասեմ, եթե ես տեսնում եմ, որ ընդեղ ինչ-որ կա, ընդհանրապես աշխատում եմ այնպես ապրել, որ ոչ մեկին չնեղացնեմ, բայց բնակարը կյանք է, կարող է եւ լինել, եթե ընդեղ իսկապես կա իմ մեղքի ինչ-որ մի մասը, ես երբեք չեմ խուսափում ներողություն խնդրել եւ այդ ամենը շտկել։ Եթե դա վերաբերվում է իմ ընկերական շրջապատին, ընդհանրապես ես գտնում եմ, որ ընկերությունը շատ դժվար է ձեռք բերվում եւ այդ ամենը պետք է միշտ պահպանել եւ չի կարելի մի հատ ինչ որ նեղանալով կամ ինչ որ մի բանով ամբողջ երբեք չունեմ, եթե իսկապես եթե զգում եմ, որ իմ մեղքը կա։ Թեկուզ եւ եթե իմ մեղքը չկա դիմացին, նա ինչ որ մի ձևով ցույց տալի, որ վիրավորված է, կարող եմ հանգիստ զանգել եւ ասել, որ ճշտել, ուղղակի ինչա պատահել։ Ճշտելուց հետո ոչ մի խնդիր չկա, եթե գտնում ա դիմացինը, որ պետք է նման ձևով հարցը լուծվի։ Մենք պետք է ավարտենք, բայց խոսակցությունը այն տեղին հասանք, որ շատ լավ առիթ է կա, մի մարդ այս պահին, ում միգուցե նեղացրել է կամ ինչ-որ բան ունեք ասելու եւ չեք ասել այսօր այս պահին կա մի բան հոգում։ Անկեղծության պահեր մեր տաղավարում։ Այո։ Ձեր ենք բռնում հասնելու։ Դուք ուզում եք խոսել դրա մասին։ Եթե իսկապես ինչ-որ մեկին նեղացրել եմ կամ ինչ-որ նման դեպք է պատահել ակամա, չեմ խուսափում ներողություն խնդրելուց, ընդհանրապես սխալը հասկանալը դա բավականին մեծահոգություն է եւ կարծում եմ դա մի քիչ էլ խելքի նշան է։ Այսինքն երբ որ մարդը ոչ մի ձևով համարում է, որ յուրաքանչյուր հարցում ինքը ճիշտ է եւ ներողության ոչ մի պահ չկա, ինչ ասեմ։ Շտապ օգնության կարիք է զգաց։ Շտապ։ Տեսած անկեղծ խոսակցում ես եւ ընդհանրապես, քանի որ խոսեցին կնոջից, ընդհանրապես ինձ թվում է յուրաքանչյուրն էլ եւ այդ մրցակցությունից կարծում եմ կինը ընդհանրապես միշտ պետք է լինի շատ խելացի եւ յուրաքանչյուրն էլ գնահատում է կնոջ խելացիությունը եթե նույնիսկ չի խոստովանում եւ ուզում եմ, որ մենք բոլորս միշտ էլ լինենք սիրված, որտեվ եթե խելքի իմաստով պիտի սիրված լինենք եւ կնոջ խելքից ինչ ասեմ, եթե կինը խելացի է, շատ մեծ հարցեր կարող է լուծվել։ Ձեր շնորհակալություն, որ այստեղ եք, իսկ Իրինան կարծում եմ ուզում է օգտվել առիթից, բան ուներ ասելու։ Հա, ես էլ բան եմ ուզում, քանի որ Դակույն ասեց, ես էլ բան եմ ասելու։ Հա, ես ուզում եմ ներողություն խնդրեմ այն մարդկանցից, ովքեր ինձ նեղացել են, բայց ես չեմ հասկացել, այսինքն տեղ չի հասել, որ ես նեղացել եմ։ Հիմա ուզում եմ ասեմ, ընդունելի լինի, ընդունում եմ, էլի նեղացել եմ։ Ինձ ասելու ես, որ դու ուզում ես ներողություն խնդրել բոլոր այն կանանցից, ովքեր մրցակցել են քեզ հետ, բայց դու հաղթել ես։ Ես երբեք չեմ հաղթել։ Համեստ պարտված է։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք արդեն վերջացնում ենք, մենք այսօր խոսում էինք կանացի մրցակցության մասին, իրականում մեր 4-ի հաղորդավարների մրցակցությունը եթերում այնքան էլ չի ստացվում, եթերից դուրս փորձենք հիմա մի լավ մրցել։